Հայաստանի Հանրապետության նախագահ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստին։ ԵՊՀ խորհրդի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել համալսարանի ռեկտորի հաշվետվությունը ընթացիկ ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ։ Հավանություն է տրվել նաեւ համալսարանի 2010 թվականի եկամուտների եւ ծախսերի կատարողականի վերաբերյալ հաշվետվությանը, հաստատվել է հաջորդ ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը։ Իրավիճակը այսօր չի կարելի համարել լավ, եւ ես համոզված եմ, որ դեռևս տարիներ է տևելու, որպեսզի մենք կարողանանք հպարտանալ Երևանի պետական համալսարանում տրված գիտելիքների մակարդակով։ Դեք շատ քիչ է լինել առաջատարը հանրապետությունում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների, բայց ասածս չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլոր ձեռքները ցալած նստել են եւ որևէ տեղաշարժ չկա։ Ես տեսնում եմ տեղաշարժ եւ դա արդեն լավ է։ Անդրադառնալով ներկայացված հաշվետվություններին նախագահ Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում անշուշտ որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, համարել այնպիսին, որին մշտապես ձգտում ենք։ Նախագահը խոսել է նաև իրականացված սոցիալական ծրագրերի մասին։ Ճգնաժամը մեզ տպես լինել ավելի զգուշավոր, բայց եւ ավելի համարձակ։ Ստիպեց առանձին պահերի բառի բուն իմաստով հանապազորյա հացի մասին մտածելուն զուգահեռ մշակել եւ ձեռնարկել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ռազմավարական ծրագրերը։ Ստիպեց նորովի արժևորել հին ու վստահելի գործընկերներին ու ակտիվորեն խնդրել նորերին։ Ստիպեց ամեն օր կռիվ տալ հայրենական բիզնեսը կործանումից փրկելու համար, միևնույն ժամանակ լարեր բոլոր մկանները բյուջետային աշխատավարձերի ու կենսաթոշակների ուշացում կամ կրճատում թույլ չտալու համար։ Այս տարվա դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը, սակայն արդեն կառավարությունը եւ մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը օրենքը փոփոխելու աշխատանքներ են սկսել։ Արդեն փոփոխությունների նախնական տարբերակ մշակվել է։ Իհարկե հաշվի են առնելու ինչպես այսօր հնչեցրած, այնպես էլ մինչեւ հաջորդ տարվա հունվարի 20-ը ներկայացվելիք գրավոր առաջարկները։ Թե կոնկրետ ինչ սկզբունքներով պետք է կատարվեն փոփոխությունները առայժմ հայտնի չէ։ Խորհրդարանական քննարկման հենց սկզբից սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ընդունելով կատարված սխալը միևնույն ժամանակ պնդեց, որ իրավական առումով ուժի մեջ մտած օրենքը հիմնավորված է թե սահմանադրությամբ, թե միջազգային կոնվենցիաներով։ Կա սակայն քաղաքացու նկատմամբ վերաբերմունքի բարոյական կողմը։ Դրա համար այդ բարոյական խնդրը մենք ենք պատասխան տալիս։ Որն էր օրենքում նման փոփոխություն կատարելու տրամաբանությունն ու նպատակը։ Նպատակն ըստ նախարար Գրիգորյանի խարդախությունը կանխելն էր, ինչպես նաև աղքատության հաղթարման խնդիրը լուծելը։ Հակոբ Հակոբյանն էլ պարզաբանեց, թե ինչու են առաջնորդվել հղիության եւ ծննդաբերության նպաստները հավասարեցնելու սկզբունքով։ Վերջնական հաշվարկում ստացվեց, որ մենք հաշվում ենք, որ մոտավորապես կանանց 3% կլինի որպես թիրախ այս օրենքի համար, ստացվեց ավելի քիչ է։ Բայց որտեղ ենք սխալվել։ Սխալվել էինք, որ հենգապատիկ, այսինքն ամսական 150,000 դրամույն եւ արկա մեր հղի կանանց աշխատավարձի տարբերությունը շատ մեծ ստացվեց։ Ավելի լավ է թող մի քիչ անարդար լինի, բայց լինի հավասար։ Այսինքն օրենքը իր մեջ վտանգներ է պարունակում ոչ միայն հայրերի հանդեպ, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ։ Այսօր Երևանում շահագործման հանձնվեց նորակառույց դելֆինարիումը։ Դրա շինարարությունը տևեց 3 ամիս։ Այդ ընթացքում բնապահպաններն անընդհատ ահազանգում էին, թե այն վտանգավոր է եւ դելֆինների եւ այցելուների համար։ Այսօր բնապահպանները եւ դելֆինների ճակատագրով անհանգստացած ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել դելֆինարիումի բացման առթիվ։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դելֆինարիումի բացումը համարում է ապօրինի կենդանաբանական այգիների տրամաբանական շարունակությունը։ Նրա խոսքերով բիզնեսմենները օգտագործում են հանրության անտեղյակությունը գումար վաստակելու համար։
Նրանք պնդում են, որ քլորացված ջրում ապրելով ընդամենը 5 մետր խորություն ունեցող տարածքում դելֆինները կարող են ստրեսի մեջ ընկնել եւ վտանգավոր դառնալ հանդիսատեսի համար։ Այն դելֆինները, որոնք պահվում են նման պայմաններում, չափազանց ստրեսի մեջ են եւ բավականին վտանգավոր են։ Եվ յուրաքանչյուր շփում այդ դելֆինների հետ մահացու ավարտ կարող է ունենալ երեխաների համար կամ լողացողների համար։ Մինչդեռ դելֆինարիումի տերերը նախատեսում են դելֆինների միջոցով հատուկ բուժիչ թերապիա անցկացնել երեխաների հետ։ Բնապահպաններն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգված են դելֆինարիումի պայմաններով։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մեջբերեց Ալեքսանդր Նևզովի հետազոտությունների արդյունքները։ Քլորից դելֆինները կուրանում են։ Դելֆինի աչքերը քլորին դիմակայում են ընդամենը կես տարի։ Բնապահպանները խոսեցին, որ դելֆինարիումը ջրային կենդանիներին անազատության մեջ է պահում։ Այն դելֆինները, որոնք չեն ծնվում դելֆինարիումում, այլ բաստծովից են բերվում եւ վարժեցվում, նեղ պայմաններում կարող են հիվանդանալ եւ նույնիսկ սատկել հենց բռնելու պահին։ Վանաձորի վետերանների ակումբի դռներն անգամ ձմռան օրերին չեն փակվում։ Վաստակած հանգստի անցած վանաձորցիների առօրյայի մեծ մասն այստեղ է անցնում։ Նարդու սեղանի, շախմատի շուրջ հավաքված թոշակառուները քննարկելով երկրի անցուդարձը ամեն մեկն իր եզրահանգումն է անում։ Գերմանիան ամենազարգացած երկիրն է։ Հայաստանն էլ ամենահետամնաց երկիրն է։ Եթե մի քշերվա մեջ լրի գերմանացիներին բերես Հայաստան, հայերին տանես Գերմանիա, մի տարի հետո Գերմանիան կդառնա ավիրակներ, Հայաստանն էլ կդառնա ամենաաշխարհի ուժեղ երկիրը։ Նախատոնական օրերի թեման ամանորն է իր նախապատրաստական աշխատանքներով, օրեցօր թանկացող ապրանքներով ու ավելորդ ծախսերով։ Իրա թոշակով ինչքան ուժը պատում են անում։ Հիմա դուք ինչքան թոշակ եք ստանում։ Ես 30,000 դրամ։ 30,000-ով կարաք նոր տարի անել։ Ոչ մի անգամ չեմ կարող բարձրնով տա աղջիկ ջան։ Բայց ստիպված է։ Կոմունալ է։ Երեխա դեր մարդը պետք է անպայման անի, ուզմա կաշվից էլ դուրս գա։ Այդ 30,000-ը իրան սեղմած մի կերպ գնամ 2 կիլո մանդարին առնեմ, բան առնեմ, իր երեխա թորի մորի առաջ դնեմ էլի։ Կենսաթոշակի անցած վանաձորցիները կեսկատակ, կեսլուրջ պատմում են, թե ինչպես են դիմավորելու 2011 թվականը ամանորյա ինչպիսի սեղանով, ուտեստներով ու խմիչքներով։ Հիմա սեղանին ինչ եք դնելու։ Ես կարտոշկա, վրինել պերես կծանեմ, մի հատ էլ ջաթր ջարախ կդնեմ կողքին, հարևանիս եք կխմեմ, ինչ է։ Իսկ խոզի բուդը կամ հնդուշկեն։ Խոզի բուդն էլ թե մի ուրիշ հարուստ բարեկամներ ունեմ, նա ստանը կտենամ, հետը կնկարվեմ, ու կասեմ այս էց հացանքը։ Նոր տարվա արդեն ամեն ինչը ունեն։ Ալերգիկը կա, բրինձը կա, քթալը կա, չանգալը կա, բաժակը կա, մնում այն մնացածը։ Իսկ կարողանալու եք առնեք։ Ինչով։ Շլակով 25,000 թոշակով։